տարիներ շարունակ տեղի թե անտեղի շատ ուժեր, տարբեր ուժերի տարբեր անուններ են կպցրել, հին, նախկին, թալանչի, ոչ թալանչի, մարդիկ փորձել են, պայքարել են այս իշխանության դեմ, բայց իշխանությունը եկավ իր անշնորհք խոսույթներով, մարդկանց վարկաբեկելով, բացարձակ հաշվի չառնելով, որ դրանով իրենք մնալու են միայնակ եւ չեն կարողանալու լուծել մեր երկրի խնդիրները, ինչը մենք տեսանք փոխանակ հենվեին թեկուզ եւ նախկին փորձառու մարդկանց վրա, իրենք սկսեցին իրենց զրոյական կետից եւ տարան մեր մի հայրենիքը նվիրեցին, երկրորդ հայրենիքը նույն ճանապարհի վրա են դրել։ Դրա համար որոշեցինք կանգնեցնենք այս process-ները, քանի որ սա ընդհանուր մեր հայրենիքի, մեր ազգի գործն է, մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից ու հետո միասին դուք էլ օգնելու եք մեզ կառուցենք ուժեղ Հայաստան։ Մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որ մենք ունեցել ենք։ Դա մեր ազգի խայտառակության տարիներն են։ Ինչքան շուտ մենք մոռանանք, այնքան շուտ կունենանք պայծառ ապագա։ Բայց ուզում եմ զգուշացնեմ, սրանք շատ նենգ են, սրանք շատ համառ են, սրանք կորցնելու բան ունեն, իրենց ատորները, իրենց թալանը, քանի որ այս տարիների ընթացքում վախի մթնոլորտ ստեղծելով մեր ժողովրդի մեջ, վախեցնելով, որ սեպտեմբերին է պատերազմ լինելու, հունիսին է լինելու, հոկտեմբերին է լինելու, իրենք պատերազմները բերել են, իրենք պատերազմները պարտվել են, հիմա բոլորը մեղավոր են, բացի իրենցից։ Բացի իրենցից, մեր վերջին 30 տարիների ընթացքում ոչ մեկը պատերազմ չի պարտվել։ Այս մարդը եկավ, միանգամից 3 պատերազմ պարտվեց, մեր ժողովրդին նվաստացրեց, հիմա ամբողջ հայ ազգը, ամբողջ աշխարհում վստահ եղեք իրենց տեղը չեն գտնում, որովհետև առաջ մենք ունեինք մի հույս, մեր հայրենիքներ, բոլորը հասկանում էին, որ իրենց լավ ու վատ օրվա տեղը կա, այսօր ոչ մեկը չի հասկանում, Սփյուռքին բացարձակ կտրել են Հայաստանի իրականությունից, քանի որ Սփյուռքում դուք գիտեք ավելի համառ մարդիկ կան, իսկ ներսում մտցրել է տոտալ վախի մթնոլորտ, բոլոր բիզնեսմենները վախեցած են, ես չեմ էլ հասկանում ինչից են վախեցած, բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, բոլորի ընտանիքները հետապնդվում են, էլ դուք ինչ ունեք կորցնելու, են որ ասում են բացի ձեր շղթաներից, բոլորին մենք պետք է զարթնեցնենք, բոլորը պետք է դուխով, ձեր նման դուխով, Հարութի նման դուխով, դա կոչվում է հայրենասիրություն, իրոք մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք, դուք գիտեք, որ ես էլ շատ լավ կյանքով էի ապրում, երևի աշխարհի մակարդակով շատ լավ կյանքով էի ապրում, ես էլ երբ որ տեսա, որ մեր երկիրը տանում են կործանման, մեր երկիրը տանում են թրքացման, ոչնչացնում են մեր բոլոր ինքնությունները, այսինքն մի քանի տարի հետո կարող է մենք զարթնենք եւ մեր գլխավոր գործունեությունը դառնա նամազը։ Մենք շատ հեռու չենք դրանից, ձեզ չթվա թե ես ձեզ վախեցնում եմ, այս մարդիկ այսօր մենք ներկայացրեցինք մեր ժողովրդագրական տվյալները, դուք ինձ թվում է ինտերնետում տեսնեք ու գլսեք,
ինչ անմխիթար վիճակում են գտնվում, մեր շրջաները ինչ վիճակում են գտնվում, սրանք միայն երկել պարելով ուզում են երկիր կառավարեն, սրանց միայն փորները կուշտ լինի, հակները շոր լինի ու մի հատ անորակ երաժշտություն միացնեն, տպավորություն են ստեղծում, որ մեր երկրում ամեն ինչ շատ լավ է, մնացել է երկելն ու պարելը, բայց իրանք սխալվում են, իմ ու Հարութի ու մեր մյուս գործընկերոջ Նարեկի հետ վրա սխալվել են, մենք շատ համառ ենք, մենք շատ ճիշտ ճանապարհի վրա ենք, մեզ դուք տեսնում եք միացել են նաև շատ հարգված ուժեր, ես նորից եմ ասում, մենք կարող էինք դաշին կազմել բոլոր ուժերի հետ, մենք չգնացինք այդ ճանապարհով, որովհետև բոլոր ուժերը տարիների ընթացքում թողել են իրենց թե լավ հետքը, թե վատ հետքը, մենք ուզեցինք հեռու մնանք այդ վատ հետքերից, չնայած դուք լսեցիք, մեզ իրենք էլ են աջակցում, բայց դաշին կազմեցինք միայն նոր դարաշրջանի հետ և միավորված հայերի հետ, որ միասին կառուցենք իսկական նոր դարաշրջան մեր երկրում, նույնիսկ այդ անունը այնքան ճիշտ է ընտրված մեր ապագայի համար, դրա համար մենք ուժեղ Հայաստանով կառուցելու ենք նոր դարաշրջան միասին։ Ես հիմա փոխանցեմ Հարութին, ինքն էլ կասի իր խոսքը եւ ուրախ կլինեի, եթե մենք հարց ու պատասխանով շարունակենք, եթե հետաքրքրող հարցեր կա։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Նախ ուզում եմ իմ եւ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել հյուրընկալության համար, ինչ այս լարված օրերին, երբ ամեն րոպեն, ամեն վայրկյանը բոլորի համար ու հատկապես նաեւ ձեր համար թանկ է, դուք ժամանակ գտաք, հատկացրեցիք, որպեսզի ավելի անձնապես անմիջական շփում ունենանք։ Մեր մեջ կան անձինք, ովքեր պատրաստվում են ձեզ հարցեր ուղղեն, հենց ձեր ասած տարբերակում։ Շատ շնորհակալ եմ, որ եկել եք։ Հիմա եթե հարցեր ունեք, Պարոն Կարապետյան, ես հիմա հարց չունեմ, ուղղակի որպես առաջարկ։ Քանի որ մենք ասում ենք փոքր բիզնեսը զրո հարկ պիտի վճարի, ես կխնդրեի նաև մեր այսպես ասած ծրագրային դրույթի մեջ մտցնենք փոքր բիզնես զրո վարչարություն գաղափարը, որովհետև այսօր ամբողջ բիզնեսը տառապում է այդ վարչարության, այսինքն ոչ թե վարչարության, այլ տերորից։ Փոքր բիզնեսը տառապում է իր ձևով, մեծ բիզնեսը տառապում է իր ձևով։ Մենք ուղղակի փոքր բիզնեսի համար եւս մտցնենք այդ գաղափարը զրո վարչարություն փոքր բիզնեսի համար, մեծ բիզնեսի համար արդար վարչարություն։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Մենք երբ ասել ենք զրո հարկ փոքր բիզնեսի համար, մենք նկատի ունեցել ենք, որ վարչարարությունը հասցնելու ենք մինիմումի, բոլոր տիպի։ Փոքր բիզնեսով զբաղված մարդիկ չպետք է տեսնեն իրենց հսկող մարդկանց, բայց փոքր բիզնեսի մեջ կան այնպիսի բնագավառներ, որոնք ուղիղ կապ ունեն մարդկանց կյանքի հետ։ Ու ասենք, հացի փուռը չի կարող չստուգվել սանիտարական նորմաների հարցով կամ այդպիսի հարցեր։ Մաս կտրողներին խոստանում ենք, որ վարչարարություն չի լինելու, բայց ինչը վերաբերվում է սննդի կետերին, սնունդ արտադրողներին, դա մի քիչ դժվար հարց է, բայց հասցնելու ենք մինիմումի, որ հիմնականը սանիտարական հսկողությունը բարվոք լինի։ Բարև ձեզ, հարցս արհեստական բանականությանն է վերաբերվում։ Տեսեք, այդ արհեստական բանականության հարցը Նիկոլենք դարձրել են ոնց որ իրանց մենաշնորհը, բայց մենք որպես նոր դարաշրջան գնացող ուժեղ Հայաստան, մենք պետք է այդ զենքը, որը 21-րդ դարի երկրորդ կեսի զենքն առնելու, դա պետք է մեր ձեռքում լինի, որպես ինդուստրիա եւ ոչ թե որպես յուզեր օգտագործող։ Ես պատասխանում Ուզենամ, որ դուք դրա մասին ասեք։ Ես
հասկանում եմ, որ դա պետք է լինի մեր երկրի զարգացման ապագան։ Առաջ երթին ուզում եմ ձեզ ասեմ, որ մի հավատացեք, թե ինչ որ մեկը գալիս է Հայաստան, մեկը 500 միլիոն, մեկը 9 միլիարդ, մեկը 5 միլիարդ, 8 տարի այս մարդիկ եղել են իշխանության։ 8 տարվա ընթացքում մի հատ հավի բուն չեն սարքել։ Սա իրենց մասով։ Ինչ վերաբերվում է արհեստական բանականությանը, ես ես ավելին ասեմ, մենք հատուկ գոտի ենք ստեղծելու, հատուկ համալսարաններ ենք ստեղծելու, ամենալավ կադրերն ենք պատրաստելու ոչ միայն արհեստական բանականության, այլ ամբողջ թվային տեխնոլոգիաների զարգացման համար։ Դրանքից կառուցվելու են ու կազմակերպվելու են ձեռնարկություններ։ Դա մենք իրոք գիտենք ոնց ենք անելու, գիտենք ում հետ ենք անելու, դրա համար դուք կարող եք չկասկածել, դա մեր 300,000 աշխատատեղերի ստեղծման գլխավոր բազաներից մեկն է լինելու։ Քանի որ մենք ունենք իրոք շատ ուժեղ երիտասարդություն, գիտակից երիտասարդություն, ու քանի որ դա շատ բարձր վարձատրվող աշխատանք է, մենք ամեն ինչ անելու ենք, որ գնանք բարձր վարձատրվող աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։ Մենք իրավունք չունենք լինենք թույլ, ոնց որ հիմա ենք, եւ իրավունք չունենք լինենք աղքատ, ոնց որ հիմա ենք։ Դրա համար դա մեր գլխավոր ուղղություններից մեկն է լինելու եւ դուք 5 տարի հետո նորից կհիշեք ձեր հարցը։ Տեսեք, միգուցե էլեկտորալ իմաստով այդ բարձր տեխնոլոգիաների, բիոինժեներիայի, արհեստական բանականության հետ կապված մարդիկ քիչ են, բայց մեկը դրանք այն մարդիկ են, այն գրագետ մարդիկ են, որոնց կարծիք է։ Բայց դուք ասիք մենք ունենք, կոնկրետ մենք ունենք։ Մենք ունենք, թիմում ունենք, երկրում էլ ունենք, երկրում էլ ունենք։ Ես ասեմ, բոլոր բնակավարներում, թե անվտանգության, թե տնտեսության, թե արհեստական բանականության, մեր մոտեցումները լինելու են բոլորովին այլ։ Մենք հույսներս չենք դնելու միայն մեր վրա, մեր Հայաստանի հայկական պոտենցիալի վրա, մենք հույսներս դնելու ենք մեր սփյուռքի պոտենցիալի վրա, մենք հույսներս դնելու ենք միջազգային արդեն հաջողված խոշոր կառույցների վրա։ Բոլոր բնակավարներում մենք ունենալու ենք լուրջ խորհրդատվական կազմակերպություններ, ովքեր մեզ օգնելու են մեր երկիրը շատ արագ այս աղքատ վիճակից հանել, որովհետև ես հասկանում եմ, որ Հայաստանը փոքր շուկա է, փոքր դաշտով, ինչ կանել աշխարհի ամենազարգացած գիտելիքներով մարդը լինի, այստեղ ոչինչ չկա, փորձը չկա, մեզ պետք է օգնություն այս հարցերում։ Դա մենք արել ենք մեր կյանքում։ Ես ամբողջ բիզնեսը կառուցելիս միշտ դա արել եմ միջազգային ստանդարտներին համապատասխան։ Եթե մենք լսենք մեր մտավորականներին, ովքեր կեղտոտված չեն, ովքեր այսօր քաղաքականության մեջ չեն ու ուզում են ունենալ ուժեղ ու փրկված Հայաստան, մեր փրկությունը կլինի եւ նաեւ PR տեսանկյունից բավական մեծ արձագանք կարող է լինել։ Մշակույթի մարդկանց մենք չպետք է խնդրենք, մենք չպետք է աղաչենք, որ դուք պետք է առաջնորդեք այս պայքարը։ Իրենք ոչ թե պետք է գան մեզ օգնելու, իրենք պետք է առաջնորդեն պայքարը։ Ինձ ոչ մեկը չի խնդրել, որ մտի պայքարի, ես բանտի խցում եմ որոշում կայացրել։ Ֆերոյանի ու մեր մյուս փաստաբաների հետ քննարկելով մենք որոշեցինք ստեղծենք շարժում, որը քաղաքական չէր, որպեսզի այս մարդիկ հասկանան, որ հաջորդ քայլը իրենց համար վտանգավոր է լինելու։ Հիմա վստահ եղեք, գլխներին են տալիս իրենց արած քայլի համար։
Բայց ինձ ոչ ոք չի խնդրել դրա համար։ Նույնիսկ Ֆերոյանը չի խնդրել։ Դա քո կամքը պետք է լինի։ Հիմա եթե կա ուժեղ Հայաստան եւ գլխավոր հաղթող ուժ, այդ մարդիկ իրեն գիտեն դա, պետք է քայլ անեն, շատ հեշտ կարող են ստատուսներ գրել, քննադատել նույնիսկ մեզ, մի բան սեն չենք անում, մի ուրիշ բան սեն չենք անում, դրա համար ինչը ճիշտ է, բոլորը պետք է այդ ուղղությունը մեզ ցույց տան, մենք գոռոզ մարդիկ չենք, մենք բոլորի հետ պատրաստ ենք ճիշտ ուժերի հետ համագործակցել, մենք ունենք երկու կրիտերիա, մաքուր ձեռքեր եւ մաքուր անցյալ, ով համապատասխանում է այս կրիտերիաներին, բոլորի հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Չկա մարդ, որ մենք ասենք, սա լավ է, հետո մենք իրենց կարիքը ունենք։ Այո։ Այսինքն բոլոր կուսակցությունները, ում հետ մենք հիմա համագործակցում ենք, իրեն ձայն են բարձրացրել, ասել են, որ մենք աջակցում ենք ձեզ եւ պատրաստ ենք ձեզ հետ քայլ անել։ Մենք էլ եմ ասում, գոռոզ մարդիկ չենք, առավել եւս հիմա մենք իրենց կարիքը ունենք։ Մեր պայքարը միայնակ մարդու պայքար չի, պետք է բոլորս միասին պայքարենք, բոլորս։ Ես պատրաստ եմ հանդիպեմ մեր մշակույթի կարկառու գործիչների հետ, լսեմ իրենց խնդիրները, բայց մենք նույնիսկ այս դեպքում մեր ծրագրում ներառել ենք, որ ինչպես մանկավարժների, այնպես էլ մշակույթի գործիչների աշխատավարձերը 5 տարում 150%-ով բարձրացնում ենք, համամասնորեն ամեն տարի, ոչ թե 5-րդ տարին։ Այսինքն մենք մեր քայլը արել ենք իրենց։ Մնացած արդեն իրենց խնդիրն է, ոնց կարձագանքեն, ինչ կանեն, մի անհանգստացեք, մենք մեր գործը գիտենք, մենք գնում ենք հաղթանակի եւ այդ հաղթանակը մենք ունենալու ենք։ Իրենք հենց դրանից սկսեցին, սկզբից ջնջեցին մեր էլիտան, որտեղ երբ կարող ես կառավարել, երբ հակազդեցություն չկա, ընդհանրապես առաջի հակազդեցությունը դուք գիտեք, մշակույթի մարդիկ են ձևավորում, բայց հիմա ցավոք Հայաստանում այլ մթնոլորտ է։ Դուք տեսնում եք եւ լսում եք ամեն օր մեր անմեղ մարդկանց գլխին սարկում են, ձերբակալում են, կալանավորում են, բայց ինձ թվում է նույնիսկ հայ ժողովուրդը զարմացած է, որ այդքան ապօրինություններից հետո մեր շարքերը ամեն օր կրկնապատկվում է։ Տեսնում են ինչքան ուժեղ մարդիկ ունենք մենք։ Ոչ մի մարդ չունենք, որ ընկճվել է, որ հետ է կանգնել իր պայքարից։ Գոհարը դատարանից ուղիղ գնացել է օֆիս պայքարելու, որ 3 երեխայի մայր էր, նույնիսկ չի գնացել ամբողջ գիշեր դատարանում լինելով, երեխաներին տեսնելով, ուղիղ գնացել էր օֆիս պայքարելու համար։ Սա է հայրենասիրությունը, սա է թիմը։ Թե չէ ասենք ամեն մեկը, ես լավ գիտեմ, մեզ էլ շատ սիրուն քննադատողներ կան, կասեն կարելի է էսի սենց անել, կարելի է, եկեք անենք, առաջարկություն տվեք ինչ անենք։ Թե չէ նստել տունը ստատուս գրելու մեզ առաջարկել ինչ-որ ճանապարհ, որը մենք չգիտենք հետո ուր է տանելու, դրա համար մենք մեր ճանապարհը գիտենք, այն որ ասում են սաղ կենա հարուտը, իրար հետ գնում ենք, ես հանգիստ եմ, հարուտը ինձ խոստացել է բացարձակ հաղթանակ, դրա համար ես դա չեմ մոռանալու,
Հենվելու եմ Հարութի խոսքերին, մեր բոլոր գործընկերների խոսքերի վրա ու գնում ենք առաջ։ Շնորհակալություն, որ դուք ձեր տակ տեղը թողեցիք եւ եկաք Հայաստան։ Եվ իզուր չի, որ այսօր ձեր կողքին մեր ուժեղ Գոհարն է, մեր Արմենը եւ մեր Հարութը։ Մենք, պարոն Կարապետյան, ամեն մեկս մեր տեղում կանենք ամեն ինչ, որ ամեն ինչ ավելի քան լավ լինի։ Առաջին հարցը, դուք կարող եք շատ կարճ պատասխանել։ Մենք կարողանում ենք տեր կանգնել մեր ձայներին, սա առաջի հարցը։ Միջև հիմա մեզ ասում էին, որ մենք ձայները հավաքելու ենք տանք Քոչարյանին, որովհետև մեզ չեն գրանցելու։ Հետո կամաց ասեցին, մեզ չեն գրանցելու։ Խելոք գրանցեցին։ Հիմա ասում են, մեզ դուրս են շպրտելու։ Գիտեք ինչ, մենք մեր պայքարը շատ վստահ տանում ենք առաջ։ Ինչ կանեն, մենք հակաքայլերը ունենք, անելու ենք հակաքայլեր։ Կա գործիքակազմը։ Ընտրախախտումները չլինելու համար եմ ասում։ Ընտրախախտումները բոլորից սա կախված։ Պարզ է, մենք շատ լավ գիտենք, շատ լավ հասկանում ենք, մի տան վրա մինչև 50, դաժե 300 մարդ են ձևակերպել, նախորոք իրենք ամեն ինչը պատրաստել են, դա նշանակում է մեր առավելությունը պետք է լինի դրանից ավել, որ մենք, մեր թիմը միշտ ասում է, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, դա էլ նկատի ունենք, որ իրենք անելու են ապօրինություններ, ամեն օր անում են, չկա օր իրենք մեր նկատմամբ ապօրինություններ չանեն, տարբեր տեսակի, բայց դրանով էլ գեղեցկացնում է մեր ընտրական պայքարը, ապօրինությունը արտարության հետ, աղքատությունը հարստության դեմ, մեր ժողովուրդը պետք է ընտրի, սրանք մեր երկիրը տանում են աղքատացման, հայաթափման։ Այսպեսի մի հարց, ելնելով այն ամենից, ինչ որ մենք այսօր տեսնում ենք, եթե նույնիսկ մենք վերցնում ենք սահմանադրական մեծամասնություն, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնվի եւ մարդկանց արճակատման։ Ասեմ ավելին, ելնելով ընդհանրապես աշխարհում պատմություններից, շատ հնարավոր է իր բարեկամներ Ալիևը կամ Էրդողանը ինչ-որ զորքերի տեղաշարժ անեն դեպի Հայաստան, որը որ կբերի ասված ոչ անի քաղաքացիական պատերազմի։ Մենք ունենք պատրաստի այն գործիքակազմը, որ կարողանանք հետևել եւ կառավարել այդպիսի բան չլինելու համար։ Ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը այսօր ունի աջակցություն, մեր ժողովրդի աջակցությունը։ Ինքը իր չեղածը լցնում են ավտոբուսի մեջ, բարելով գնում են ինչ-որ շրջաներ ղժղժալու։ Սա է իրանց ամենը գործելավոճը, իրենք չունեն մարդ, իրենք ոչ մի ձևի հնարավորություն չունեն պայքարել մեր դեմ այդ ճանապարհներով, ինչ վերաբերվում է Էրդողանին ու Ալիևին, նրանք այդ փորձերը անում են իրենց մարզպետի հետ, նրանք այդքան խելք ունեն մեր գալու դեպքում նույնիսկ չմտածեն դրա մասին, իրենք նշանակել են իրենց պատկերացմամբ իրենց մարզպետը Հայաստանում եւ իրենք իրենց մարզպետի հետ անում են ինչ ցանկանում են, բայց դժվում է մեր ժողովուրդը, մեր երկիրը, դրա համար դուք դրանում կարող եք ընդհանրապես հանգիստ լինել, անմիջապես է փոխվելու, անմիջապես ամեն ինչ փոխվելու է, մենք մեր կռացած մեջքը ձգելու ենք, հայ մարդը պետք է նորից հիշի, ինչպես էր ինքը 8 տարի առաջ, այս 8 տարվա կռացած վիճակից մենք դուրս ենք գալու, դա միակ ձևն է, որ Նիկոլ Փաշինյանին ուղարկենք վարչապետի հետ Ադրբեջանի շրջանները համերգ տալու,
Նույնիսկ ես չեմ հավատում, որ Հայաստանի շրջանները ցանկություն կունենան նրա գլխի տմտմպոցներին նայել։ Շնորհակալություն եւ մի առաջարկություն Yandex տաքսի քշողները շատ են մեր Հայաստանում, որոնք որ պաշտոնապես գրանցված չեն։ Իրոք շատ են, տասնյակ հազարավոր։ Եթե ձեր մակարդակից Շատ լավ հարց եք տալիս, մենք այդ հարցը նայել ենք, ուսումնասիրել ենք։ Իրոք անարտարությունը կա Հայաստանում եւ մենք միանգամից ուղղելու ենք դա, որտեղ ցանկացած աշխատանք դա պետք է համարվի աշխատանք։ Իրենց համար դա կլինի ստաժ։ Միանգամից, նույն օրը, նույն ամիսը։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, ոչ մեկ ձեզ չասեց վարչապետ, ես 40 տարվա բժիշկ եմ, մի քիչ ապագան տեսնում եմ, էլի դրա համար ասում եմ, պարոն վարչապետ։ Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, որ նայում եմ ձեր աչքերին թախից կա, սրտի մեջ ուրախություն եւ սեր կա։ Եվ կա ժպիտ, որը խոսում է ձեր հոգու հայելին է եւ խոսում է ձեր մեծության վրա։ Ես շատ ուրախ եմ, որ վերջապես տեսնում եմ մի մարդու, որը կարող է այս երկիրը այս ճղճին վիճակից հանելու։ Մենք այս չարի վերջը տալու ենք մեր բարիությունով։ Մի անհանգստացեք։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան, մի հատ հարց էլ ես հնչեցնեմ։ Հնարավորինս արտաքին քաղաքականության մասին էլ խոսացվի։ Ես ասում եմ, մենք ունենալու ենք շատ լավ հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Ռուսաստանի հետ, մեր հարևան երկրների հետ։ Բայց ունենալու ենք այդ հարաբերությունները մեր ազգային շահերից ելնելով։ Մենք ցանկացած հարաբերությունից պետք է օգուտ ունենանք, մեր երկիրը պետք է օգուտ ունենա, մեր ժողովուրդը օգուտ ունենա։ Չգնանք նկարվենք, դուք պատկերացնում եք ինչքան գումարներ են ծախսում ամեն տուրիստական ճամփորդությունների վրա։ Գնում են լուրջ նստում, իրենց համար տաշ տուշ անում, գալիս են ծախսելով բյուջեի փողերը։ 8 տարվա մեջ ես իրեն կոնկրետ առաջարկություն եմ անում։ Կոնկրետ մեկ օգուտ $100 գրպանից հանի ցույց տա, որ գոնե 5 անձամբ $100 է ստացել։ Այս մարդիկ բացարձակ չեն հասկանում, որ գլխավորը գումար աշխատելն է, ոչ թե գումար ծախսելը։ Մենք լինելու ենք գումար աշխատող կառավարություն։ Իրենք ընդամենը մեկ ձևով են գումար աշխատում։ Վարկեր են վերցնում, տանում ասֆալտ փռում։ Այսինքն ուրիշ բան 8 տարվա մեջ դե մենք հայտարարություններ ենք անում։ Թող ցույց տան։ Եթե արել են մի հատ գործարան ցույց տան։ 8 տարվա մեջ գոնե մեկ գործարան բացի մեր կառուցած 10 գործարաններից այս 8 տարվա մեջ թող մի հատ ցույց տան 200 մարդ աշխատող հիմնարկ։ Դուք պատկերացնում եք դա ինչքան արդեն նույնիսկ խոսք չունեմ ասելու, բացատրելու, մարդիկ 8 տարի ինչով են զբաղված եղել։ 8 տարի այս մարդիկ խապելով ժողովրդին հայաթափել են մեր սահմանամերձ տարածքները։ Հիմա որ փակում են 230 հատ դպրոց, ում համար են փակում։ Պարզ չի, որ ադրբեջանցիներին բերելու են այդ դպրոցներում ուրիշ ինչ կա անելու։ Պարոն Կարապետյան, նաև այս առումով հենց եվրոպական միության հետ տնտեսական առումով զարգացման հետ կապված կարելի ավելի շատ Եվրոմիությունը մեր համար լինելու է կարևոր գործընկեր։ 800 միլիոնանոց շոկա է այնք Իրանից նաև։ 400 միլիոնանոց է, բայց շատ հարուստ շուկա է, դրա համար ես ասում եմ ցավ է, որ մենք ընդամենը կարողացել ենք 30 տարում ունենալ $200 միլիոն շրջանառություն, ոչ թե օգուտ, շրջանառություն։ Դրա համար ես ձեզ վստահեցնում եմ այդ հարցերում դուք մեզ վստահեք, նույնիսկ
մենք հարցումներով ենք տեսնում, որ բնակության մոտ 2/3-ը այդ հարցերում մեզ վստահում է, որ տնտեսությունը մենք լավացնելու ենք։ Եվրոմիությունը կարևոր գործընկեր է, Ֆրանսիան շատ կարևոր։ Ես ասել եմ, որտեղ ապրում են մեր հայրենակիցները, մեր հայերը, այդ պետությունների հետ մենք պետք է ունենանք շատ լավ հարաբերություն, որպեսզի այդ մարդիկ իրենց տվյալ երկրներում իրենց լավ զգան։ Իսկ ինչպես կարող ենք մենք փչացնել հարաբերությունը, թշնամացնել Ռուսաստանի հետ, եթե Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, մոտ 3 միլիոն տարբեր թվեր են ասում, ես հաստատ համոզված եմ, որ վստահ եմ, որ իրենք ոչ մի քայլ չեն անելու, սրանք Եվրոպայի տեղը չգիտեն նույնիսկ, ձեռները բռնես տանես Եվրոպայի ցանկացած մայրաքաղաք, էլ հետ չեն կարողանա գան Հայաստան, ինչ Եվրոպա սրանց համար։ Այս հարցում նաև Սփյուռքի դերակատարումը ինձ թվում է օգուտ կտա նաև։ Դե Սփյուռքը մեր գլխավոր, մենք միշտ հայտարարում ենք, մեր գլխավոր պոտենցիալն է։ Չօգտագործել այդ հնարավորությունը, ընդամենը մի հատ սահմանադրության մեջ 148 հոդված են դրել, որով սահմանափակում են Սփյուռքի ներկայությունը Հայաստանի կյանքում։ Այսինքն մենք կարող է հիմա Ամերիկայում ունենք աշխարհի ամենատաղանդավոր տղան, ով կարող է 5 օրում Հայաստանի համար անի ավելի շատ կամ բոլորս միասին 30 տարում։ Բայց այդ մի հոդվածով մենք իրեն ասել ենք խելոք նստի տեղդ։ Հանկարծ մեր կողմը չնայես, այստեղ միայն ուրախ ավտոբուսի ժողովուրդը իրավունք ունեն երկեն պարեն։ Դա է խնդրեմը, որ մենք վախենում ենք, միշտ ենք վախեցել դրսի մարդկանցից, մենք չպետք է վախենանք, մենք պետք է խնդրենք, խրախուսենք, որ իրենք իրենց նոր գաղափարներով, նոր մոտեցումներով կան օգնեն զարգացնենք մեր երկիրը, գեր նպատակը զարգացնենք մեր երկիրը, որ չվախենանք Ալիևից, չվախենանք հարևան մյուս պետությունից, միայն թույլն է վախենում, ուժեղ երկիրը չի վախենում ոչ մեկից, ճիշտ հարաբերություն կառուցող երկիրը չի վախենում ոչ մեկից, եթե դու վստահություն ես ներշնչում քո գլխավոր գործընկերների հետ, հաստատ իմացեք, նրանք միշտ քո կողքին կանգնած են լինում, թե Ամերիկան, թե Ռուսաստանը, թե հարևանը, ուրիշ տարբերակ մենք չունենք, քանի որ ինչքան հնարավոր էր արդեն վարկաբեկեցին ու փչացրեցին, ու ամեն օր դա անելու են, Ալիևը նստած հայտարարելու է, այս մարդը գնալու է թմբուկ նվագի, որտեղ նույնիսկ վախենում է, լրագրողները երբ ինձ հարց տվեցին, բախի եք սենց ասում 300,000 ադրբեջանցիների մասին, ես ասեցի, եթե չկա 300,000 ադրբեջանցիների մասին խոսք, Ալիևը հայտարարել է, թող բարձրանա ազգային ժողովի ամբիոն, հիմա նույնիսկ համաձայն եմ, են կառավարության հարց ու պատասխանի ժամանակ, թող ասի, չի կարա գա, չի գա 300,000 ադրբեջանցի, բախի չի ասում, արդեն 2 շաբաթ անցավ, որտեղ վախենում է, որտեղ ինքը գիտի իր գլխի գալիքը, բայց դա կապելու է նորից հայ ժողովրդի գլխին ու հայտարարելու արդեն 5-րդ հանրապետություն մենք ունենք, կիսա հայկական, կիսա ադրբեջանական հանրապետություն, նոր հռչակագիր է մեզ պետք, էս է, ամբողջ բնութագիրը սա էր։ Շնորհակալ